բոլոր առումներով, այնպես չէ, որ ասես այստեղ այդ բանդան չի գործում, այնտեղ գործում է, ուր ուղղակի չգիտեմ, այս թափթփուկը վերադարձել է, մի հատ ինչ որ վարչապետի աթոռին վեր ընկած մեկը։ Հիմա քանի որ իրանք լրփազգիների ներկայացուցիչներ են, դուք պատկերացեք, եթե իրանք ընդդիմադիր լինեն, դե ես չգիտեմ, օրինակ հիմա անդիմություն ինչ է, անդիմությունը պետք է թափված լիներ, նույն քաղաքապետարանի, ասենք ավականում պիտի թափվածներ այս հարցը ինչ պիտի անեն, ինչ աղմուկ պիտի անեին, ընդդիմությունը պիտի հիմա այս ծեծ ու ջարդը վերածեր ինչի, դե քանի որ դուք եք սատկած, չգիտեմ դանդալոշ, չգիտեմ ինչերով եք զբաղված, դե դրա համար բանդան, այսպես ազատ բանդան մի տեղից երկիր է ծախում, իմիջիալոց երկիր ծախելու հետ կապված երեք կարծեմ շատ ման հայտարարություն արեց հանրապետական կուսակցությունից ազգային ժողովի պատգամավոր հենց այստեղ էր Աննա Մկրտչյանը եւ ասեց որ ծրարը փոխանցելուց հետո եղել։ Դուք գիտեք որ մամուլում շատ երբ փակեցինք այս թեման, ես բոլորի ուշադրությունն եմ գրավում, ասում եմ հաջորդ հարցին, որ ծրարը շատ կարևոր եղել։ Դուք գիտեք որ ծրարի թեման շատ է քննարկվել։ Ինչի մասին էր խոսքը, որ հանդիպումներ են եղել Դուբայում, հետո այլտեղ, հետո դրանից հետո Շվեյցարիայում, գիտեք այդ բանկում, հետո դրանից հետո Աննան ինչ որ մեր շատ ինչ որ գաղտնի Քաթար, ինչ որ երկրներում է լինում։ Դրանից առաջ ինչ որ նախագահ Քոչեցյանն են թռած տականքը Արմեն Սարգսյանը, այն չգիտեմ քանի երկրի գործակալու լրտեսը որ եկավ փաթեթավորված Արցախը այս տականքի հետ ծախես տվեց ու թռավ այստեղից վիժված դու դեռ պատասխան ես տալու չնայած քեզ ինչ կա Աստծու դատաստանի առաջ ես պատասխան տալ դու թռած ես այնքո հարազատ երկրներում թիկունքդ մանա չէ ամուրա գործակալ վիժված Արցախը ծախեցին տենց հանգիստ թռան ինչ է ուզում ասել Աննա Մկրտչյանը երեք խոսում է ծրարի մասին է խոսում շատ է խոսել մամուլում դրա մասին որ Արցախը կոնկրետ ծախվել եւ վաճառվել է պատահական մարդ չի հանրապետական կուսակցությունից ազգային ժողովի падգամավոր եւ նաեւ պատիվ ունեմից Իրեպ սա ես ինչու եմ առանձնացնում որովհետեւ պատիվ ունեմ գիտեք որ նաեւ այնտեղ ղեկավարում էր Պարոն Վանեցյանը եւ պարոն Վանեցյանը ակնարկել է մի քանի անգամ որ կանգ առ Նիկոլ բացի այդ խոսք է ինչ որ փոխանցումների ծրարների ինչ որ մասին խոսք է եղել եւ միջև հիմա դեռ չի բացահայտում ես կարծում եմ որ արդեն իսկ շատ ժամանակ է անցել եւ արդեն իսկ մեծագույն սխալ է տեղի ունեցել որ չի բացահայտել որովհետեւ չէր բացառում որ եթե մեր հանրությանը իսկապես ես վստահ եմ որ պարոն Վանեցյանը մեծ ինֆորմացիաների է տիրապետում եւ նրանից հետո եղած ԱԾ մյուս ղեկավարը որ էլի հրաժարական տվեց ինչ որ ինֆորմացիաների են տիրապետում եւ պիտի շատ ավելի շուտ խոսվեր չի բացառում որ եթե այդ ծրարի մասին շատ ավելի շուտ խոսվեր եւ մեր հանրությունը իսկապես բացահայտեր որ ծրարից հետո է ավելի շատ փոփոխվել Նիկոլի մոտեցումը այն է ծախել վերջնական Արցախը եւ Հայաստանը գուցե շատ ավելի բան հնարավորներ կանխել թեպետ հիմա քանի որ Հայաստանն է դրված աճուրդի եւ վաճառքի գուցե արդեն վերցրել են գումարը էլի ուշ չէ պիտի սրա մասին խոսել ես կարծում եմ այդ ակնարկ այսինքն ակնարկ չէ շատ հստակ ինչ որ բան ասեց Աննա Մկրտչյանը պետք է գնալ սրա հետևից հիմա տեսեք երեք բանը գրառում է արել այս թափթփուկը նախ ես շատ հաճախ եմ ասում այն երկրից թռած այդ գյադաներ ես ասում եմ հանրապետական կուսակցությունից եւ ինչ որ պաշտոններ զբաղվածած գյադաներ այն որ դուք սենց սրտատրոպ սպասում եք որ այստեղ պետք է մի 100 հոգի կռիվ տան իմիջիայլոց այդ բեռը վերցրել են իրենց վրա Հայաստան դաշինքից մի 6 падգամավոր այդպիսի տպավորություն է հանրապետական կուսակցությունից այն իրական հանրապետականները որ հիմա մնացել են եւ հանրային ինչ որ մի 4 մտավորական եւ հանրային այսպես ասեմ մի 20-30 գործիչ սա է այս բեռը վերցրել են ասա մնացածը կամ թռել են կամ այսպես սիրուն թաքնվել են տեսնել այս կռիվը կհաղթեն արդեն իրանք կգան կասեն ոնց ես ջուր էի բերում ես այդ ժամանակ մեռած ժամանակ բերանից դեռ շուչ էի տալիս այն մյուսը կասի բա ես գիտեք ծափ էի տալիս այն մյուսը կասի ես տանը երեխայիս պարացնում էի ասում էի Նիկոլ գնա այսպեսի տհասություններ դուրս կտակ այնպես որ հայրենիքից թռած լակոտներ այն որ դուք մեկը ասում մեր վրա գործ կար մեր վրա չգիտեմ ինչ կա ոչ մեկը ոչ Ռոբերտ Քոչարյանից լավ կլինեք ոչ Մամիկոն Ասլանյանից այն որ գնացին նստեցին ու այդպես մի շարք գործիչների որ կամ են գեներալներից որ նստած է ոչ մեկը իրանցից լավը չլինեք այդ մարդիկ չթռան հայրենիքից մնացել են այո երկիրը գրաված էր նստեցին ու շարունակում են պայքարել սա է գիտություն ձեր թռած լակոտներ թուլաներ որ դուք շատ բարձր պաշտոններ եք զբաղեցրել չգիտեմ քննչական կոմիտեի ղեկավար եք եղել դատախազ եք եղել պաշտպանության նախարար եք եղել Սերժ Սարգսյանի մոտ ոչ մեկը ես առնվազն այստեղ նստած եմ լինելու եւ դուք ոչ մեկը չակնկալեք որ գալու եք վայելելու եք այսօր էլ դուք դրսում ոչինչ չեք անում
1000 անգամ եմ կրկնել, արդեն չգիտեմ 10-րդ անգամ եմ երևի թե ասում, որ այն ինչ որ առաջարկեց Արա Աբրամյանը, այն ինչի մասին որ խոսեց Անդրանիկ Միհրանյանը, դե գնացեք հիմա ապացուցեք, որ ոչինչ չեք, որ ինչ որ մի բան ձեզանից ներկայացնում եք, չէ՞, դե որ դուք բան տղաներ եք, ինչ որ պաշտոններ ունեիք, դիրքեր ունեիք, նախարարներ եք, չգիտեմ ինչ եք, դե գնացեք գոնե ձեռնարկեք դա, այդ միությունը, այդ բանը կայացրեք եւ դիմեք միջազգային հազար ու մի կառույցների, կազմակերպությունների եւ առնվազն գոնե գերիների հարցում եւ ոչ միայն միջազգային դատարաններ դիմելու իհարկե դեռ բացատրեցի որտի պետությունը դիմի, բայց նաեւ մեխանիզմը բացատրեցին։ Գոնե հիմա ինչ որ մի բան արեք, որովհետեւ ապիկար լակոտներ հետ է գալու, հետո Աստված որտա որ մեր գերիները վերադառնան, ես չգիտեմ ինչ վիճակով, այն ժամանակ ասեք, չգիտեք, մենք սեղանի տակից ձեր այդ սրտներս բանը թփթփում էր, անհանգստանում էինք ձեզ համար։